Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության Արաբկիրի հայորդյաց տան դահլիճում սովորաբար հանդես են գալիս հաստատության սաները, այս անգամ բացառություն է։ Բեմում ոչ թե երեխաներ են, այլ մանկավարժներ, ծնողներ, սաների ընտանիքների անդամներ, հարազատներ։ Սա նվեր է երեխաներին հունիսի 1-ի առիթով։ Այսօր դուք ականատես կլինեք, որ շախմատի մանկավարժը երգելու է, քանդակի դասարան մանկավարժը նվագելու է եւ երգելու է։ Այս անգամ մեզ միացել են նաեւ մեր ծնողները ազգագրական պարով, եւ կարծում եմ, որ դա այնքանով հրաշալի ու լավ է, որ երեխաները բեմի վրա տեսնում են իրենց մանկավարժներին ու բնականաբար նման նվեր կարծում եմ, որ տարին մեկ անգամ հրաշալի է ստանալ մանկավարժների կողմից իրենց տոնի կապակցությամբ։ Ալվարդ Սաֆարյանը հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի է, նրա որդին Արեգը դհոլահար է, 5 տարեկանից հայորդյաց տան դհոլի դասարանում է սովորում։ Այստեղ են իր եւ քրոջ ընտանիքները, որպեսզի հունիս 1-յան նվեր մատուցեն երեխաներին։ Մեր ընտանիքը, պապիկը, մայրս, թորներին բերում, տանում են, հոգում են, որ անպայման ներկա լինեն բոլոր միջոցառումներին, քրիստոնեական արժեքներով դաստիարակվեն եւ շատ է կարեւորվում թե տանը, թե այստեղ ազգային դաստիարակությունը, մշակույթի հետ հաղորդակից լինելը։ Կազմակերպեցինք մեկ ամսյա դասընթացներ եւ կամավորական սկզբունքով ես նախաձեռնեցի ազգային երկվար, այսպես ասած, դասընթացը։ Այնպես ստացվեց, որ մայրիկները շատ ողջևորված եւ մեր մեկ ամիսը արդեն դարձավ 3 ամիս։ Բեմում են ժողովրդական պարի դասարանի մանկավարժ Քրիստինե Պետրոսյանը, ուսումնական գծով փոխտնօրեն Ժաննա Ներսիսյանը, մեկ այլ համարով հանդես է գալիս քանդակագործության դասարանի մանկավարժ Ռուբեն Հարությունյանը։ Շատ լավ նախաձեռնություն, որ ամեն տարի հունիսի 1-ի երեխաների օրվա նվիրված մանկավարժների խումբը, որպես այսպես ասած նվեր սյուրպրիզ մեր բալիկների համար համերգային միջոցառում են անցկացնում։ Բոլորը մանուկներ են, նույնիսկ մեծերը մանուկներ են։ Եվ այդ գեղեցիկ իրենց գունեղ աշխարհը, որ ամբողջ կյանքում մենք տանում ենք, փորձում ենք սաների ներկայացնել, որ ինչ տարիքում էլ լինես, դու միևնույն է այդ գեղեցիկ օրը կարողանում ես նշել, մանկանալ եւ իրենց սաների համար ելույթներ ունենալով իրենք ցույց են տալիս, որ բոլոր տարիքում պետք է առանց բարդությունների կարողանաս այդ գեղեցիկը ընկալել, գեղեցիկը ներկայացնել։ Կատարումներով հանդես եկան ազգային երգուպարի, գեղանկարչության, քանդակագործության, կանոնի, դհոլի, դասարանների մանկավարժները, երգչախմբի խմբավարը, որպես հյուր համարներ ներկայացրին լատինաամերիկյան ու ժողովրդական պարախմբեր։ Արաբկիրի հայորդյաց տունը այսպիսի նախաձեռնություններով փորձում է ջերմ ու դրական մթնոլորտ ստեղծել սաների համար։ Աննա Թամրազյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։